Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից երկրի մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Իդեպ որոշումը կայացվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչի Հայաստան կատարած այցի նախօրեին։ Որոշման կայացումից մեր ժողովուրդն անտեղյակ է, ասել է, թե գործ ունենք հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի կայացված որոշման հետ։ Նպատակը հանողին պիտի հարցնենք, ես չեմ կարող ասեմ։ Ասում են աշխարհը փոխվել է, էմոցիաներ պետք է։ Ամեն ինչ դա փոխվել, աշխարհն է փոխվել, մարդիկ են փոխվել, կարգերն են փոխվել, հասկացողություններն են փոխվել, ամեն ինչ դա փոխվել է։ Հրաժարվում են մեր ազգային։ Մենակ մեր մոտ է, որ ամեն ինչը դեպի վատն է հետո։ Մի հատ լավ բան չի լինում։ Ինչու են սրանք հրաժարվում մեր ազգային արժեքները։ Չեմ կարող ասեմ։ Այդ հարցերով արդեն իրանց։ Ես իրանց տեղը չեմ կարող պատասխանել։ Դա մինչև ուր սա կարա հասնի։ Понятия не имею։ Իսկ ժողովուրդը դեր չունի։ Ժողովուրդը եպա դեր ունեցել։ Եպա դեր ունեցել ժողովուրդը։ Այդ որ հավայի մարդկանց ակաշերից բռնած բերում են միտինգների, դա նշանակում է բան, հա, ժողովուրդը ստե հարցալուծում։ Ժողովուրդը ոչ մի չի լուծում։ Բա ոնց են անելու ընտրությունների միջոցով Ոնց 30 տարի ոնց է կարեն այնպես հիմա պիտի անեք դաշը։ Ինչ տարբերություն։ Բայց հիմա այս մարդը տարածքները տալիս, Արցախը տվեց, Սյունիքը տալիս։ Տալու հետ ծեր ունի այդ մարդը, ինչ անեմ ես։ Ես կարամ բան անեմ։ Դիմացը փակել չեն կարող ազգով։ Ես չեմ կարող ասեմ։ Չեմ կարող։ Ազգի մեջ էլ արդեն նես մոտ քաոս ա տերում, որ ոչ մեկը ոչ մի չի անում։ Մի հատ արին տեսան հետևանքը, երկրորդելով կանի։ 26 թվականին փոփոխություն չլինի։ 26 թվականին հասնել է պետք միշտ 26 թվական։ Հետո արդեն տենան գալի մի բան թե չէ։ Դուք ունեք մտավախություն, որ Սյունիքը կտրում են Հայաստանից։ Սյունիքը արդեն գծրել բրծել են, էլ գծրել ոնց ալնում։ Արդեն տվածի հաշիվ է, պրոստը չգիտես խի ձգձգում են, էլի։ Վերջում Հայաստանից մենակ Երևանն է մնալու։ Եվ մենք այսպես հանդուրժում ենք։ Մենք չէ, դուք։ Ես ստե չեմ ապրում, ոչ մի բանի չեմ մասնակցում։ Իսկ Սփյուռքը մեզ, Սփյուռքահայությունը մեզ չի կարող ներսի հայերին օգնել։ Սփյուռքահայությունը մեռավ օգնելով, ի՞նչ տեսավ։ Մենակ միլիոններով փող են ուտում, ուրիշ բան չի տեսել։ Սփյուռքահայությունը արդեն, ասենք ես ինչ հիշում եմ օգնում է, էլի։ Մեռան փող ուղարկելով։ Պրոստը չգիտես թե փողից ոչ մի բան չկա արած։ Նույն ժողովուրդը սոված, նույն ժողովուրդը ծարավ, նույն քանդած փողոցները, նույն քանդած բաները, մենակ մի գլուխ, ասենք տուգանքներ ու բաներ են ավելացնում։ Կարմիր գծեր, սեռի գծեր, կարոշնովի գծեր։ Բայց Սփյուռքը 2018-ին շատ ակտիվ պաշտպանում էր Փաշինյանին։ 2018-ին, որովհետև ոչ մեկ ոչ մի բան չէր հասցրել տենար։ Մարդիկ տեսան արդեն հիասթափություն ապրեցին ու ունեցա որ դա ոչ առաջինն է, ոչ վերջինն է։ Լավ, մի վերջին հարց, 26 թվականին չեք կարծում հնարավորություն կունենանք իրավիճակ փոխել։ Ես չեմ կարող ասեմ։ Ես չեմ կարող։ Դե մի անգամ փոխել են, էլի երևի կարող է մի անգամ էլ փոխեն։ Չգիտեմ։